մեր հիմքը պետք է լինի քաղաքի շահը։ Քաղաքի շահը։ Հանգիստ համերաշխություն, խառնակցություն չանել, ոտ չպահել, խոսքին տեր լինել, ասած խոսքը պահել, ամենակարևորը դա է, հետևից մարդու հետևից դավեր չդավել, որը իմ ապրած կյանքը այդպիսին է։ Օրինակ այս փուլից հետո ձեր ծրագրերին չքվեարկելը ոտ պահել կհամարվի ձեր կողմից։ Այս փուլից հետո ինչ անեն։ Ձեր ծրագրերին օրինակ մյուս ուժերը կողմ չեն։ Ուրեմն մենք կդնենք, կքննարկենք միասին, եթե ավելի լավ ծրագիր ունեցան, ուրեմն անպայման նկատի կունենանք իրանք ծրագրերը։ Այնպես չէ որ ասենք մենք վունդերգինդ ենք, մերն է ճիշտ ու վերջ։ Ոչ, քննարկում ենք բոլորի հետ։ Ընդու ոչ միայն տեխնացուների, ես ասեցի։ Պարոն, ասում են դուք հավատացյալ մարդ կոնկուրսով ո՞նց եք առաջադրել։ Ուրեմն հավատացյալ մարդը կոնկուրսով ո՞նց եմ առաջադրվել, ասում եմ։ Հիմա կոնկուրսը այն առաջվա Լենինի ծրագրով չի առաջնորդում, որ քանդել եկեղեցիները հավատքը սուտ է, այս կողմենքով։ Իրանք այդպես չեն մտածում։ Եթե այդպես մտածեին, միանշանակ իրենց հետ քայլ չէի անի ես։ Իրանք գնում են եկեղեցի, մկրտվում են, ժամերկություն, աղոտ, հավատացյալ մարդու պես ապրում են։ Եվ դա շատ Կոնկուրսն էլ փոխվել։ Այո։ Ընտրություններից հետո Միքայել Սրբազանը հանդես էր եկել ձեզ եւ Մարտուն Գրիգորյանին հաշտեցնելու օրակարգով, Մարտուն Գրիգորյանը հանդիպեց Միքայել Սրբազանի հետ, բայց դուք այդպես էլ չգնացիք, ի՞նչն էր պատճառը։ Ինչ է եղել, ում հաշտեցնել, ով պիտի հաշտեցնի։ Ձեզ եւ Մարտուն Ով էր ուզում ինձ հաշտեցնել։ Սրբազանը։ Ուրեմն, լավ հիմա, ուրեմն այս հարցին պատասխանեմ, հետո կշարունակենք։ Ճիշտ ասած հաշտեցնելու ոչ մի բան չկա։ Ես ոչ մեկի հետ խռով չեմ, ոչ մեկի հետ բան չեմ, ոչ մեկի հետ պրոբլեմ չունեմ։ Իմ պրոբլեմը այլտեղ է։ Հասկացա՞ք ադրբեջանցիները։ Փաշինյանի հետ էլ չունեք։ Խոսեմ կասեմ։